Բարի օր։ Ողջույն բոլորին, ողջույն։ Դե Ուրախ եմ նորից ձեզ հետ խոսելու։ Թե խոսելուս կարծեմ, խոսելու։ Ուրախ եմ նորից խոսելու։ Դե ինչ, հունիսի 1 երեխաների պաշտպանության օրն է այսօր։ Պաշտպանված են արդյոք երեխաները։ Առավոտից մտածում ենք այս հարցի շուրջ։ Ինդեքս են հրապարակել, ուրեմն Հայաստանը 191 երկրի շարքում աշխարհում 69-րդն է։ Ոմանք ասեն դե այնքան է վատ չի, ոմանք ասեն չէ, դա ինչ է, բան։ Պետք է համեմատենք հարևանների հետ երևի քիչ թե շատ մոտավոր պատկերացում կազմելու համար, մեզնից 3 կետով առաջատարը միայն Վրաստանը։ Մնացած երկրները ջախջախիչ հետ են, հա, գտնվում։ Երևի մահմեդականությամբ այսինքն պայմանավորված։ Կարծում եմ ցանկացած հասարակության մասին կարող ես կարծիք կազմել կախված նրանց վերաբերմունքից իրենց իսկ երեխաների հետ, էլի։ Արդեն այդտեղից կարելի է ասել թե ինչ հասարակությունն է, որովհետև ամենա բարձ տրամաբանությունը ինչ է ասում, որ երեխաները մեր ապագան են, չէ՞։ Իդեպ բան այդ մասին մի հատ լավ խոսք ունի բանը այմարտ։ Մեր թվարկությունից առաջ Պիթագորոսը մի նախադասությամբ ասում է. կրթեք երեխաներին, որ մեծանալուց հետո նրանց պատժելու կարիք չլինի։ Հասարակ բան սկզբունքա, չէ՞, այո։ Այն մարդը որ թվերի հետ է աշխատել, խելոք բաներ կասի, էլի։ Դե գլուխը աշխատում է, Պյութագորասի թեորեմը։ Վերջը հասկացաք դպրոցում այդ Պյութագորասի թեորեմը։ Ես այդ հարցում լավ էի, այո, հասկանալու հարցում լավ էի։ Ես ահավոր էի մաթեմատիկա, հանրահաշիվ, այն որ բան, բաց այդ եռանկյունաչափություն եւ այլն, ներքին անկյունների գումար, միջև հիմա էլ պատկերացնում եմ լավ, էլի։ Շատ լավ։ Բայց գիտեք, այդ քանի որ խոսք եղավ, ինչներ հետարքիր, այդ ամբողջ էվկլիդյան երկրաչափությունը, որով միջև հիմա մենք դպրոցներում սովորում ու չափումներ, կամուրջներ ենք կառուցում, պարզվեց, որ սխալ չի, բայց մասնավոր դեպք է, այսինքն այդ օրենքը տիեզերքում չի աշխատում։ Դա լոկալ է, միայն երկրագնդի է, այս պայմաններում է, որտեղ հետո Լաբաչևսկին եւ այլն բան արեցին, որ երբ տիեզերք ես դուրս գալիս, այդ օրենքները բոլորը քանդվում են։ Այդ ամենավառ դրվագը ջրի եռման աստիճանն է, որ մենք 100 Ցելսիուս ենք ասում աստիճան Ցելսիուս, բայց այդ մթնոլորտային ջրշումից է կախված, նայած որտեղ է, նայած որտեղ ինչքան է ծովի մակերևույթից բարձր։ Այսինքն հիմա մենք դպրոցում սովորում ենք, չէ, որ մի կետից մի գծին կարելի է միայն մեկ զուգահեռ տանել։ Կամ որ զուգահեռները ինչքան էլ շարունակես չեն հատվի։ Պարզվում է որ տիեզերքում հատվում են տարբեր զուգահեռներ։ Եվ դա թեորիա չի, դա արդեն ապացուցված բան է, վաղուց էլի։ Բայց էլի չի նշանակում որ դա սխալ է, ճիշտ հասկացեք։ Ուղղակի դա մասնավոր դեպք է, այո, տիեզերական ճշմարտություն չի էլի։ Դե ինչ ընկերներ, եւս մեկ անգամ բարի երկուշաբթի բոլորիդ աշխատում ենք ուղիղ եթերում, սա դեմ-դիմաց հանդիպումն է Ռաֆայելի եւ Տերինիկի հետ։ Հունիսի 1-ն է, մեկնարկել է ոչ միայն նոր աշխատանքային շաբաթ, այլև նոր ամիս, ամառ է։ Մանավանդ այստեղ Երևանում այս փոփոխական բանը շատ զգացնել է տալիս։ Այսօր լրիվ ամառ է, ողջ Երևանը փուչիկների, ծաղիկների մեջ, երեխաների տոների կապակցության փոքր կենտրոնում որոշ փողոցներ անգամ փակ էին։ Մենք այսօր Փաշինյանին տեսանք, ով որ հյուսիսային պողոտայով էր անցնում։ Մեր Փաշինյանին, վարչապետ, հենց վարչապետ Փաշինյանին, ով իդեպ այսօր նշում է ծննդյան տարեդարձը։ Այո, շնորհավորում ենք պարոն վարչապետ, ամբողջ սրտով։ Մի քանի ուղղություններով շնորհավորանքներ եկան, ինչը կանխատեսելի էր, եւ նաեւ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինն է ջերմ բարեմաղթանքներով զանգ է խփալ։ Հեռախոսազանգ է եղել։ Այնտեղ հետարքիր ձևակերպում կար պաշտոնական հայտարարության մեջ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել եւ ասում է երկմտանքի տեղի հարցերի շուրջ ձեր մոտեցումը ակնկալում ենք, այսինքն նկատի ունի այս որ մեզ պախարակում են ձեր մեդիաներով, լավ կլինի ոնց որ ասած մի քիչ ավելի համեստորեն էլ բանը անեն, որովհետև շատ մեծ է այդ չափաբաժինը դոզան, բայց ես վստահ եմ Ռուսաստանը անդրդվելի է այդ առումով, իրանք որոշել են հասնել իշխանափոխության Հայաստանում, բացեբաց հայերի միությունը Ռուսաստանի ակտիվիստներ, այս վերջերս մեկն է կար Ռոմանը, ինչ է այդպես մեծ թրաշով Վանա մտնում է եթեր ու ասում է, որ ովքեր ցանկանում են գալ Հայաստան, անդամագրվեք ավտոբուսներ կամ բան, պասպորտով ներկայացեք, այսինքն բաց գնում է հավաքագրում
ինչը շատ մտահոգիչ է։ Եվ գիտեք ինչա, հետաքրքիր է, որ Մոսկվայում այդքան դժվար է ցույց անելը, արգելված ամեն տեսակ, բայց Հայաստանի դեմ ցույց կարելի անել, խնդրեմ, ոստիկանները կանգնած, պահպանվող ինչ չլինի, բան, ու տենց երևում էր, եթե նայել եք կամ որ նայեք կզգաք, էլի սիրուն կազմակերպած, հետո հավաքեցին ամեն ինչը, նստեցին ավտոբուսները ու գնա։ Կարծես ոչինչ չի եղել, հա, կարծես ոչինչ չի եղել, հա։ Աշխատանքը իրանց վերջացավ, թողեցին գնացին։ Այո։ Բա Օվերչուկը ինչ է ասում։ Ասում է, դուք էլ ուրիշ տեղից գազ չեք կարող անել, ասում։ Հեսա մի վարքյան։ Մինչև գտնեք Օվերչուկին, ունեք հենց հիմա կա ձեռնտակ թե խնդրեմ։ Հայաստանում ռուսականից բացի այլ գազ երբեք չի լինի։ Իրավիճակը շուկայական գնի դեպքում կարող է շատ բարդ լինել, հայտարարել է Ալեքսեյ Օվերչուկը։ Մենք շատ լավ գիտենք իրավիճակը գազի շուկայում։ Այնտեղ այլ գազ բաց Ռուսաստանից երբեք չի լինի։ Ամբողջ հարցը միայն այն է, որտեղից Հայաստանը կստանա ռուսաստանյան գազը եւ ինչ միջնորդների կվճարի։ Հայաստանում կլինի շատ բարդ իրավիճակ, իսկ մենք դա չենք ուզում։ Վստահեցրել է պարոն փոխվարչապետը։ Մենք չենք ուզում դա, բայց զգուշ մնացեք էլի։ Ընտրություններից առաջ եւս մեկ կարևոր օտրեսիլը հայերեն ոնց է։ Բնագավառ։ Եվս մի շատ կարևոր բնագավառի այսօր հարված հասցրեցին, կենթանի ձկների արտահանումը այսօր արգելվեց։ Այո, կարդացի։ Այսօր այդ Ռոսսոլխոցեց նadzor կոչված միությունը համապատրաստից ասում ինչ որ եկել է ստուգումներ է անցկացրել եւ գրեթե բոլոր հայկական ձկնաբուծարաններում հայտնաբերել է խախտումներ եւ արգելվել է իշխան ձկնատեսակի կենթանի ձկների արտահանումը եւ որևէ ժամկետ չեն նշել երբ կարող են ոնց կարող են եւ սա անկերներ չհավատակ էլի որ սա պատահական այդքան միամիտ չլինեք չի կարող ընտրություններից մի շաբաթ առաջ ջերմուկը արգելեն կանյակը արգելեն ծաղիկները արգելեն ձկները արգելեն մրգերը արգելեն այդպես բան չի լինում ընկերներ եւ աչքներիս առաջ այդ օղակը սեղմվում է կարող է ասել են բայց այդ պիտոնը այդ հսկայական օծը որ թույն չունի ոնց է սպանում կենթանունի զոյին փաթաթվում է ու հենց որ խեղճ կենթանին մի փոքր արտաշնչում է սեղմում է օղակներ արտաշնչում է սեղմում է մինչև շնչահեղձ է լինում նույն բանը Ռուսաստանն է անում Երթով օղակները սեղմում Ռուսաստանի խորհրդանիշը պիտոնն է այլ ոչ թե արջը որովհետև արջը այո շատ խելոք լավ նո ագրեսիվ կենթանի է բան չունեմ ասելու բայց շատ ավելի այնց բարի բան է մուդա ստեղծում քան պիտոնը որը մշտապես Այդ իրանց բուրի միծվեցը այդքան ագրեսիվ չի գորշած չէ տեսակներ կան որ ագրեսիվ են այո ամերիկայում գրիզլինա չէ ամենաագրեսիվ գրիզլինը ագրեսիվ այո որ կարող առանց պատճառի այդ սև գույնը չէ գրիզլին սև այո իդեպ 3 ճանկերը 3 ինչ է ամեն մեկը պատկերացնում եք 10 հատ 3 ինչանոց դանակ մի անգամից այդ ուժով չէ տանգավոր է որ քաղաքներ Փասադենայի այդ վերևները մի հատ քաղաք կար որ ավտոմեքենաների դռները պիտի բաց պահես որ թաքստոց լինի որովհետև շատ հաճախ էին հարցակվում մարդիկ արջերը կարծեմ տես մի բան կար այդ շրջաններում աղբամանները հատուկ տեսակի են որ արջերը չկարողանան մտնել կոտրելու մտնելներ հատուկ արջ ես ասում մտնի մենք երեք տունը այսպես մողես ենք սատկացրել ինչի մասն է խոսքը դե լավ հարցակվել է արջից ես խոսում դու այսպես Այդ ինչ դիվերսիա էր։ Մողեսը անվտանգ կենթանի է։ Շատ անվտանգ էր, մանավանդ թրջունից անվտանգ է ինքը։ Թրջունը կարող է ասենք էլի կծիկ է, այդ կենթան ոչի բան չի կարող անել, հա։ Դե բան չասեցի, բայց մի տեսակ հաճելի չի, էլի գլխիդ վերևն է կախված, այդ շատ տղաճ է։ Տղաս փոքր է Ռաֆայել, ես կինս եւ տղաս գնացինք բան այդ լճի ափին հանգստանալու բան է, էլի Դոմիկա փայտից բան շատ լավ տեղ է, հա։ Ուրեմն մտանք արդեն որ պիտի պարկենք, այս անկողինը բացեցինք, մենա բարձի վրա մի հատ մողես այդ քո ասած։ Այս մենք տեսավ, այս մողեսը փախավ, մտավ ինչ-որ թախտի բանի տակ այնտեղ բան, հա, մեկ էլ էսկինս ասեց, դուրս եկավ ասեց, մինչև ասեց այդ մողեսին չբռնեք, ես ներ չեմ մտնի, ասեց, կանգնել է դուրսը։ Այ բալամ, ես հիմա դրան որտեղից գտնեմ։ Երևի մի կես ժամ տևեց, ես ու տղաս մինչև բան արեցինք, որ պեսորից հայտ այդ կրևը ծանոթ է, ես այդ մարտը ունեցել։ Բացատրում եմ, ասում եմ, ջանիկ, այս անվնաս է, էս է, այնա, չէ, որ չէ։
ինչեւ շահեցին Մովեսին դուրս չեկա։ Անպայման այդ ասոցիացիա է, չէ՞ որ գիտես որ ինքը քեզնից միլիարդ անգամ ավելի շատ է վախենում, քան դու իրանից։ Բայց միշտ թվում է թե ինքը գալու է եւ հարձակվելու է քո վրա, ծոցը տա մտնելու, ականջը տա։ Այո, Ռաֆայել, հնարավոր է։ Ֆլեքսիկ բաներ կա մարդու։ Կենթանիներ կան, որ կարող են հարձակվել։ Կենթանորինակ ասենք այդ թունավոր միջատները, բաները դու չես նկատում, իրեն հանգստացնում ես, ինքը կծում է եւ այլն։ Բայց Մողեսը չունի այդ բաները։ Թունավոր չի, գիտենք, վստահ ենք որ Մողեսը։ Եվ այդպես վախենաս նրանից որ արժի վախենալ, էլի ոչ թե ամեն ինչից։ Դե ինչ մեր լրահոսին գանք ընկերներ, որտեղից սկսենք։ Գաղտնալսումներ ունենք, էլի, այս անգամ Բարգավաճ Հայաստան կուսակցությունն է, հիմնական հերոսը կամ հակահերոսը, գաղտնալսումներ կան հրապարակված եւ քիչ առաջ հիշատակած բլոգերը Միկա Բադալյանն է, ռուսաստանցի, ով կազմակերպում է Հայաստան ժամանելու ավտոբուսների խմբականակը հունիսի 4-ին հաղորդում է ներկայացվել այդ մասին, անկախ դիտոր դաշինքը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միկա Բադալյանի գործողությունների վերաբերյալ, ով բացեիբաց խոսում է դրա մասին, նշվում է, որ հաղորդման համար հիմք է Ատեո Breaking Telegram-յան ալիքի բաց հրապարակումը եւ Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը տեսանյութում։ Ատեո Breaking Telegram ալիքի հրապարակած հետաքննության համաձայն Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին, ասվում է հայտարարության մեջ։ Հիմա հարգելի պատկան մարմիններ, իսկ այդ վարույթից զերծ կամ զատ այդ ավտոբուսի եւ այդ մարդկանց, եթե հայտնի է թիվը, մուտքը արգելվում է Հայաստան կամ ընտրելու իրավունքը կասեցվում է։ Մի րոպե, Ռաֆայել, մի րոպե։ Ինչ իրավունքով դա պետք է արգելվի։ Այսինքն ինչ օրենք կա, որ դա արգելվում է։ Նյութապես շահագրգռելու հանցագործություն է։ Եթե գրած է Ռուսաստանի Դաշնություն Հայաստանից եկող ընտրողների առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տրվել։ Այսինքն եթե նյութապես, այսինքն կոռուպցիոն է։ Լրիվ փոխվում է։ Այդ իհարկե, թե չէ բերել տանել է, իրանց արմատապես փոխվում է խնդիրը։ Արմատապես։ Արդեն քրեական գործ է դառնում, էլի։ Դե հա։ Եվրոմիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձ։ Որպես ինքնիշխան, ժողովրդավարական եւ անկախ երկիր Հայաստանը իր սեփական ուղին եւ գործընկերներին ընտրելու բոլոր իրավունքները հայտնել է Եվրոմիության խոսնակը։ Ռուսաստանը նպատակ ունի վնասել Հայաստանի տնտեսությանը եւ ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։ Գրել է խոսնակը, հավելելով, որ Բրյուսելը կշարունակի աջակցել Հայաստանի նման հարկադրանքի փորձերը հաղթահարելու համար։ Դե ինչ, սպասում ենք ձեր օգնությանը եւ շնորհակալ ենք։ Նախ հասկանալու համար, երկրորդը ասելու համար եւ երրորդը օգնելու համար։ Շնորհակալություն։ Անհամբեր սպասում ենք Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Ադրբեջան արդյունավետ քննարկումներին Թրամփ, այ քեզ բանես ինչ հայտարարություններ Թրամփը էլի գրառում է կատարել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել, որ իր վարչակազմը սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության վերաբերյալ արդյունավետ քննարկումների, որոնք նախատեսված են հունիս ամսին։ Այս մասին Դոնալդ Թրամփը Բաքվի 31-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված ուղերձում է ասել։ Միացյալ Նահանգների նախագահը ընդգծել է, որ տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյուներից մեկն է։ Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք մեկ քայլ առաջ արեցինք եւ հասանք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն է։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիս ամսին, ասում է Թրամփը։ Գիտեք ինչ, որ տեսեք հետևողականորեն այս թեման բարձրացնում է Միացյալ Նահանգները, հետևողականորեն, այսինքն որտեվ ինձ մոտ էլ մեկ-մեկ կասկած էր առաջանում այդ սկզբի շրջանը, որ արդյոք դե լավ ասեցին մի բան գնացին մոռացան եւ այլն, բայց պարզվում է որ չէ։ Հետևողականորեն անընդհատ, որ դա իրանց ուշադրության կենտրոնում է։ Եվ այստեղից ես ենթադրում եմ, որ իսկապես Միացյալ Նահանգների համար սա էական նշանակություն ունեցող ինչ-որ բան է, էլի։ Դե չէ, իրանք մեր սիրուն աչքերի համար չէին այսքան հետևողական կերպով այս հարցը բան անել։ Իհարկե։
Եվ դա միայն իհարկե ուրախացնում է, որտեղ փոխշահավետ պիտի լինի, էլի մենք արդեն հասկացանք։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն շարունակում է ընտրակաշարք տալու, ստանալու դեպքերով քննչական գործողությունները։ Ի պատասխան հայտնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրակաշարք տալու, ստանալու դեպքերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձերբակալվել է 8 անձ։ Այդ տեղեկություններով խուզարկություններ են իրականացվել ուժեղ Հայաստանի, Երևանի Աջափնյակ համայնքի գրասենյակներում, ձերբակալվածներ կան, ուժեղ Հայաստանի կուսակցության անդամներ են։ Դե հին ավանդույթների շարունակությամբ իհարկե։ Մենք այստեղ նաև աուդիո հատված ունենք գաղտնալսումների հետ, բայց այս անգամ մասնակիցները Բարգավաճ Հայաստան կուսակցությունից են։ Ես մի պատար հեսա կներկայացնեմ։ Դա մինչև գտնես, ասեմ։ Հայերը պետք է շատ զգուշ լինեն, որպեսզի չկրկնեն այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, հայտարարել է Բելարուսի նախագահ։ Դե բա, Ուկրաինայում հենց այդպես էլ սկսվեց։ Դուք դա հիշում եք, որպեսզի հայերը, որոնք հենց նոր են դուրս եկել մի պատերազմից, չընկնեն ծանր դրության մեջ այդ կապակցությամբ։ Հələ տեսեք բարերի ընտրությունը ինչ հետաքրքիր է, նախադասությունը ոնց է կազում։ Որպեսզի հայերը, որոնք հենց նոր են դուրս եկել մի պատերազմից, այստեղ պատերազմ բառն է նշվում, չընկնեն ծանր դրության մեջ այլ կապակցությամբ, այսինքն նորից պատերազմի մեջ չընկնեն, ուղղակի այդ բառը չի ասում, հասկանում եք։ Եվ ախաստում է, էլի։ Պետք չէ շտապել, պետք է ուղղակի մտածել, պետք է իմաստուն լինել, ասել է աշխարհի ամենաիմաստուն Ալեքսանդր Լուկաշենկան։ Իմաստուն պետք է լինել։ Վայ Աստվածիմ։ Այո, եւ այդպես իմաստուն կերպով գողանալու փորձ է կան։ Անգրագետ արա, անգրագետ։ Բույ։ Ուզում եք փորձ անել գողանալ ընտրությունները։ Տեսանյութ է նաև ուղարկել, հիշում եք, այն հաշվարկը, որ ասենք են մաթեմատիկայի հաշվարկը, այդ ֆանտաստիկ ուղղակի։ Մոտավորապես Թրամփի նման էլի հաշվեց, ինքն էլ է տեն, չէ՞, բաներա 600%, 700%, չկասում են։ Սա 600%-ով էժանանալու է, հնարավոր չի տենց։ Մի հատված ընտրությունների Հələ ասես մայիսի կես կեղնիկ, մայիսի վերջերլը բլի կակ ուր երթակ ընտրության, պարենքի դան 30,000 տուդա բրացել։ Իմ տուդա ցույցերուն, ուդա բանկենին ցույցերուն կիդան, ցույցերուն, տես հանգարցեմալ չեղնի վերուսու չիկաս, հետի կեղնի ինչ վերում, կարող է պարենտան վերուսու չիկաս։ Շատ բանկենին, երկրորդ լե Enok Tomsa Karın Harunçnil. 30,000 para ekiden. Tomuş Çınar. Bence ölçtü. Вот это меня туда вот эти. Касинг туда-обратно. Туда-обратно наркозы читават. Туда-обратно 20,000 ураз пая дурант. Краит этот. Дюран Tomsa Ram, если кто-то. Կարոց կապչերնը թրտես, նա կելի հետ կավավտոյով, կանող կերնի ավտոյով դիտավ դեզով չաստյով։ Դոգջան դու կապսես տելը բանկնիս։ Գնացել եմ։ Լայքը տուրը չիտվեսնը, ուդա մալոլը կիդամ ուր կզի վերում երտամ։ Արա 50 կոպեկ համար տնաշեն իտկան ոտո 50 դրամ համար։ 50 չէ 25։ Հա, բա երեքսել։ Ինչ գործեր է դերի ջան։ Տեգերի մուջը Հայաստանի Բա իմ ալտուկինակ։ Դե մալադես։ Հա, բա, անդը բդիկա։ Հուրիկոր։ Ես ուդա ցենտր կայնուղ իշում է։ Արա բդի սամանյնս են կարկին փոխտել, էլ են կոպեկտի վերևից էդան յուլ ենք պերսն է։ Էդի լսել է, բան, վարտան ջան, երեխի փորները խմոտ թողիմ տը ռաստանքի։ Չէ, թողերը խմոտ, նեն չակ։ Կսիմ 50 սոր թողիմ։ 50,000 սոր թողիմ են մնացածը քիչում է դու, էլի քիչում է քանի մոր հետո։ Լսել է, իգիտ բանը, անունը սել է։ Այրապորտնի մալ է, կենցակտ է, կնանին, մնանին։ Դոր է դարնալ գերուկ երոն։ Մոտավորապես սենց ընկերներ, և այդ լսումների մեջ մի հատվածի վրա ուշադրություն դարձրեք, որ ասում է Սամոյին ասեք թող մի քիչ շատ փող տա, գյուլենք պրծնենք։ Մի հատ էլ հասկացեք ինչ մտքի, ինչ քայլերի եւ ինչ հեռանկարների մասին է խոսք գնում։ Պատկերացնում եք, խոսում եմ բացի բաց։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ, ինչ ասեմ։ Էտա, ձերբակալվածներ կան բնականաբար։
Եվ այսպես գնում ենք առաջ, փաստորեն։ Դա։ Կշարունակենք աջակցել Հայաստանի Հանրապետությանը, Եվրոմիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները, եւ դատապարտում, բայց եթե ռուսները քայլեր են ձեռնարկում հստակ, կոնկրետ, Եվրոպան դեռ դատապարտելու մասն է մենակ խոսում, օքեյ, մենք էլ ենք դատապարտում, բայց խնդիրը այն է, որ Ռաֆայել, ես գիտես ինչ եմ կարծում, այդ օգնության մասին, այդքան որ ասում են։ Դե պարզ է, որ պիտի արդեն սկսած լինել օգնությունը, որտեղ մի շաբաթից պակաս է մնացել, խոմ չեն սպասելու վերջի օրվան։ Ինձ թվում է այդ առաջինը, որ խոսում են այդ մասին, որ իլուր աշխարհի, որ Ռուսաստանը ինչ է անում եւ այլն, որտեղ ասենք մեր քաղաքացիները վստահ եմ ավելի շատ հավատում են ինչ որ Եվրոմիությունից է խոսքը գալիս, քան ստե ասենք տեղական բանը աղբյուրներից էլի, Եվ դա մեկ, երկրորդը իրենք վստահ եմ ինչ որ կլինի դա տեխնիկական միջոցներ գաղտնալսելու, կլինի դա ցանց բաներ ապահովելու, որ չկարողանան հեքանեն բայց հակը ինչ այքերը։ Դե խափը փոխեն, փչացնեն, չգիտեմ, այնտեղ բաները մտցնեն։ Կատում եմ ոչ on-line քվեարկություն կա, ոչ բան կա, ֆիզիկապես է։ Բայց կարող են մտնել այդ կոմպյուտերների մեջ եւ հաթարել, որտեղ այդ հաշվումները, բաները կոմպյուտերով արվում, կաներ կան։ Եվ օգնել կառավարությանը, ինձ թվում է թեկուզ ֆինանսապես եւ այլ տեխնիկական միջոցներով, որ իրանք էլ կարողանան իրենց արշավն անել ու պայքարել դրանից ավելի ես չգիտեմ։ Օգնել են ասում, նայ, ես էլի օրենքին հստակ չեմ տիրապետում, որն է դատվում, որն է պատժում, որը չէ, բայց ֆեդերալ ալիքներով, հանրապետական սփռման ալիքներով նախընտրական հոլովակների մեջ գնում է սենց հոլովակ։ Երկու հոգի նստած է, ասում է երեխուս բերել եմ մանկապարտեզ ընդունեմ, ասում է չէ, մեր մանկապարտեզում տեղ չկա, ադրբեջանցիների ենք ընդունել, Սաֆարովի երեխեքին ենք ընդունել մեր մոտ։ Հա, ու ասում է Սաֆարովի երեխեքն են սովորելու։ Սա Հայաստանի Հանրապետության նախընտրական քարոզարշավի ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի դաշինքի հոլովակն է, որը գնում է եթեր։ Ու դա ոնց կարա մի երկրում ընտրություն լինի ու քո այդ աստիճան պրոպագանդա, այդ աստիճան սուտ, այդ աստիճան Գիտեք, ես մի բան հասկացա, էլի, ես Թրամփն էլ օգնեց, որ ես դա հասկանամ, որ ինչքան ավելի հիմար բան ես ասում, այնքան ավելի հավատալի եւ ընդունելի ժողովրդի համար էլի։ Հիմա այդ որ ասում է 300,000 ադրբեջանցի են գալու, այսինքն ոչ մի տարական տրամաբանության անգամ չի ենթարկվում, էլի։ Բայց փաստորեն այդ ժողովրդի մոտ աշխատում է։ Ու դրա դեմ պայքարելը շատ դժվար է, абսուրդ սուտի դեմ պայքարելը դժվար։ Դու փաստաթուղթ չես բերելու ասելով, տեսեք, որ 300,000 ադրբեջանցի չի գալու, չկա դες փաստաթուղթը։ Բայց հայտարարակ բան է էլի։ Այսօր ամեն դեպքում ես հույս ունեմ, որ հասարակությունը ընտրող զանգվածը շատ ավելի գիտակից է, քան երբևէ մեր պատմության մեջ։ Այսօր ինֆորմացիան բաց է եւ հասանելի ավելին, քան երբևէ մեր պատմության մեջ, եւ ես ով եմ մեր ընտրողը կկատարի ճիշտ քայլ, որովհետեւ այս բաց աշխարհում ինքը թույլ չի տա մոլորեցնեն իրեն եւ գողանան պետության ապագան։ Այդ իմաստով լրիվ համաձայն եմ, որ հիմա այնքան ինֆորմացիա կա 2-3 ծայրերից էլ, որ մնում է դու կարողանաս արդեն մենակ կողմնորոշվել։ Էլ չես կարող ասել, ես չգիտեի, ես չիմացա, չլսեցի, չտեսա։ Ինչ որ ուզում ես, խնդրեմ, ամենցեք, մնում է դու եզրակացություն կայացնես, որը իհարկե ամենադժվար բաներից մեկն է կյանքում, ամենաէներգիա տանողն է։ Այս ընտրությունների հետ կապված ասենք, որ էլի ժողովրդավարության հնարավորություններից օգտվելով Երևանի ժամով այսօր երեկոյան ժամը 9-ին տեղի անելու եւս մեկ աննախադեպ ուղիղ եթերում բանավեճ մարզահամերգային համալիրում են հավաքվում ուղիղ եթերում բոլոր 19 կուսակցության ներկայացուցիչները բանավիճելու են։ Իհարկե չեմ պատկերացնում այդ ոնց է լինելու։ Մի րոպե, բոլորը ասենք բեմի վրա ներկա են լինելու եւ լինելու։ Էդի ցիրկ է լինելու, ես ասում եմ կինո։ Հա, որտեղ ասենք ամերիկյան այդ դիբեյթները որ կան, էլի կարգու կանոնով բան ընդեղի լեվելը նա էստեղ էլի ոնց լինում էր իրար ընդհատում էին, ինչ ասես լինում էին ու ավելի քիչ էին այդ բաները։ Տեխնացուները, չէ՞ որ մաղվում էին։ Չէ, դա մինչև երկու հոգի այնտեղ կային, չէ՞ որ մաղվում էին դեմոկրատները առանձին, հանրապետականները առանձին, մինչև հաղթում էր առաջին համարը։ Այստեղ հիմա այստեղ հայտարարություն են տարածել։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Այսօր երեկոյան 21:00-ին նախաձեռնում է նախընտրական առաջին Հայաստանը ընտրում է մեծ բանավեճը։ Բանավեճի հրավեր ստացած քաղաքական բոլոր ուժերից մասնակցում են հետևյալ թեկնածուները. Ռեֆորմնիստներ կուսակցությունից Նատալիա Սաղինյանը, բոլորին դեմ եմ ժողովրդական կուսակցությունից Միքայել Նահապետյանը։ Լավն է։ Տեսել եք բոլորին դեմի վարչապետի թեկնածուին։ Տեխնացուին չէ, բայց այդ ակցիաները Spider-Man-ը։ Հա, այդ տեսել եմ այդ մուկ տշելը, ջուր ծեծելը ակցիաները։ Ոչինչ, թարմություն է, թող լինի։ Ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանը, Հայաստանի շնորհապետական Մի րոպե, ուժեղ Հայաստանից ով։ Ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյան, առաջին դեմքերը չեն։ Առաջին դեմքերը լինելու են ամսի 4-ին։ Բայց արդեն կան մարդիկ, ովքեր հրաշալիք Ռոբերտ Քոչարյանն ասել է չեմ գալու։ Բաց արդեն կան որոշները, որ չեն գալու։ Միասնության թևերից Դավիթ Անանյանը, Բարգավաճ Հայաստանից Արման Աբովյանը, Ազգային ժողովրդական բևեռից Արմենուհի Սախոյանը, Քոչարի ազգային վերածնունդ։ Ես չգիտեի որ sense կուսակցությունն է մասնակցում։ Լսեցիք եք Քոչարի վերածնունդ։ Քոչարի։ Հայ ազգային կոնգրեսից Արամ Մանուկյանը, Հանրապետությունից Անի Խաչատրյանը, Քրիստոնյա ժողովրդական Արգիշտի Թաթևոսյանը, ժողովրդական համախմբումից Արթուր Բերբերյանը, Քաղաքացիական պայմանագրից Ալեն Սիմոնյանը, Հայաստան Դաշնքից Աննա Գրիգորյանը, Հանուն Հանրապետությունից Ռուբեն Մեհրաբյանը եւ Լուսավոր Հայաստանից Գևորգ Գեորգիսյանը։ Սպասենք, մի ժամ հետո, հա, մի ժամ հետո։ Մեր ժամով հիմա մեզ մոտ երեկոյան 7:37 է, ժամու կեսից ընկերներ ասեմ, որ եթե մենք հեռարձակենք FM-ով, եթե ճանապարհ եք լինելու, հեռու ճանապարհ եք գնալու, բնականաբար սա իր տեսակով բացառիկ իրադարձություն է, Արմյուզիկ ռադիոն կլինի ուղիղ եթերում հեռարձակում կանի, այնպես որ ալիքը չփոխեք եւ մնացեք մեզ հետ։ Ամենասիրելի ռադիոկայան։ Դեմ դիմաց Ռափայելի եւ Դերենիկի հետ։ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ բարի օր, ողջույն, այսօր երկուշաբթի է, այսօր հունիսի 1-ն է, երեխաների պաշտպանության օրը։ Ինչ է պետք երեխաներին, լավ, կամ ինչից պաշտպանենք երեխաներին։ Մտորումներ։ Ինչից կարելի է պաշտպանել երեխաներին։ Ես երկու երեխա եմ մեծացրել Աստծո կամքով, այսինքն անձնական փորձառություն ունեմ այդ հարցում, եւ գիտեք ինչն էր հետաքրքիր, իմ մոտ աղջիկս առաջ ծնվեց, 10 տարի հետո նոր տղա ծնվեց, երկրորդ երեխան։ Դե գալիս էինք Ամերիկա խառը եւ մի խոսքով այդպես ստացվեց։ Աղջիկս որ ծնվեց, ես ինքս երեխա էի։ Չէի հասկանում ինչա կատարվում բոլորովին, էլի։ Ու հետո տենց երկար ժամանակ որ մի երեխա ունեի, հետո մտածեցի որ երկրորդը պիտի գա, այ մարդ ասում ես ոնց եմ սերս կիսելու երկու մասի, էլի, ոնց կրնի, ես 10 տարի այս մի երեխան ա եղել ու վերջ։ Բայց հետո որ ծնվեց տղաս Միքայելը որ ծնվեց, մեկ էլ ես հասկացա, որ այդ առանձին հետը բերում է, ոչ թե դու կիսելու ես այս մեկը, ինքը առանձին լրի միած տենց փաթեթ է գալիս, սիրո ու կոմբո է։ Այսինքն մեկը մեկի հետ կապ չունի։ Եվ որ 10 տարի ավելի հասուն է, երբ որ իմ տղան մեծանում էր, ես շատ ավելի բան հասկացա իմ պատկերացմամբ, էլի երեխա մեծացնելու վերաբերյալ եւ ոչ մի գիրք, ոչ մի բան ձեզ չի կարող դա դուք պիտի ձեր երեխայի հետ կապ ունենաք, բայց ես հասկացա հետեւյալը. առաջինը, որ մենք այդքան ուզում ենք երեխային, սա այն բան անել, չէ, դաստերակել։ Ինչքան երեխային հնարավորինս հանգիստ թողնես, այնքան լավ։ Չասես որ ծառերը կանաչ են լինելու, չասես որ այս տրևյալ ճշմարտություններ, թույլ տաս որ ինքը իրեն զարգանա, ժամանակին ներկայացնես ճիշտ բաները, երաժշտությունն է, դա գրականությունն է, զրույցները որ կամած ինքը այնքան հետաքրքիր է որ տեսնում ես քո երեխայի ուղեղը սկսում է զարգանալ։ Ասենք այսօր սկսում եմ մի բան հասկանալ, որ երեք չէր հասկանում։ Ու այդպես իր հետ ուղակի ընկերություն անել եւ լինել իր ամենամոտիկ ու ամենալավ ընկերը։ Ես այսպես եմ հիմա պատկերացնում։ Ինչքան այս հարցի շուրջ լսել եմ ավակ սերնդից զրույցներ, գրեթե բոլորը միաբերան են ասում, որ եթե տարբերություն կա, ովքեր շուտ են ամուսնացել, շուտ են երեխա ունեցել եւ տարիներ անց եւս մեկ զավակ են ունեցել, դա շատ տարբեր է իրանք որպես արդեն կայացած եւ ավելի հասուն իրենց մոտեցումներն ու աշխարհընկալումները, որոնք եւ
փոխանցվում են երեխային, այսինքն հետարքիր այդ ամենը։ Եվ հա, մի բան էլ ավելացնեմ, էլի, դուք չեք պատկերացնի ինչքան կարևոր է երեխային, մանավանդ մինչև 7 տարեկան, երբ որ նոր ուղեղն ու հոգին ու ամեն ինչը զարգանում է, ինչքան կարևոր է այդ շրջանում երեխային սեր, գորովանք ցույց տալ, որ ինքը անհրաժեշտ է, որ ինքը հա ամենակարևոր բանն է։ Եվ հակառակ, ինչքան երեխային բան չես հասկանում, այս ինչ թափեցի, ջարդում ես, դու այս ինչ է, այս վերաբերմունքը այդ երեխային ամբողջ կյանքում հալածելու է։ Եվ հակառակ, ինչքան սեր մատուցեք այդ երեխային, ինչքան էլ դժվար է թվում, որ չգոռակ երեխայի վրա, ել չեմ ասում ձեռ բարձրացնել, դա չեմ էլ ուզում այդ մասին խոսել, ինքը այդքան ավելի բան կմեծանա, էլի մաքուր։ Ասում էր Գալուս Սահակյանը երջանկայի շտակ, երեխաները պարտավոր են մեծանալ։ Բայց ես գիտեմ ինքը ինչ ուզում ասել, իսկապես ինքը բանով չի ասում։ Ես պատկերացնում եմ, որ ասում է, որ տարիք արդեն մեծանան, այսինքն հերուտնիստեղից վաղ տարիքում չմահանան։ Իսկ մենք ուզում ասի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ երեխեքը մեծանան, էլի։ Բայց պարտավոր են մեծանալը, իր բարերի ընտրությունն է, էլի։ Ես փրկելով իրավիճակը, այսպես sense եմ պատկերացնում, որ պարտավոր է մեծանալ, այսինքն երեխայի պարտականությունը մեծ կյանք մտնելն է, հասելն է, վտանգներից հեռու մնալն է, ինչ որ այդ տրամաբանության մեջ։ Ինձ թվում է, որ մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր երեխաները մեծանան։ Մի խոսքով։ Տիկին Սիրանուշը ձեզ հետ շատ համակարծիք է, ասում է, պարոն Դերենիկ, շատ լավ նկարագրեցիք։ Դե, դա Ինչպես կասեր դասականը, այսա Դավիթն էլ Դերմեջյան ասում է, երեխաները պարտավոր են մեծանալ, հիշեցրեց Գալուստ Գրիգորիչին։ Ամերիկայում կան մարդիկ ամեն տարի գնում Հայաստան վայելում են իրենց արձակուրդը, բայց երազում են Ռոբի իշխանության մասին։ Դե այն մարդու ով կարող է արկելել մեկին երազել մի բան, այդ մարդու երազանքն էլ է դա։ Հա։ Այդպես լավ Ստեփան 1300,000 թիվն է անգիր սովորել, ամեն ինչ ասում են 300,000 են ասում։ 300,000 աշխատատեղ, 300,000 ադրբեջանցի։ Հազիվ սովորել է, էլ չի ուզում։ Բայց մի բան ասեմ ձեզ, էլի, այդ մարդը որ խոսում է, չէ, կապ չունի ինչ ասում։ Ես զարմանում մարդ ոնց դրանից հետո եթե 2 րոպե լսես իրան խոսելը, կարող ես գնալու իրան ձայն տալ, ես դա չեմ կարող հասկանալ։ Դե տրիլիոն ուզում ունենա այն մարդը։ Ախր Հայաստանում մի շերտ կա։ Մի անգամից երևում է, էլի։ Տենց, որովհետև իրանց level-ն է։ Այսինքն, քանի որ մեր հասարակության մեջ մի հսկայական անջրպետ կա հասարակությունների մեջ, շատ փոքր քանակի կրթված խելքով մտածող եւ հսկայական քանակի որ ստեղից ընդեղից 10-ով շիկ բան ձայնագրությունների մեջ ինչ է ասում ասում անտրվի քեզ ախրաննա դասավորի քեզ ըստ դասավորի այսինքն այս level-ն է չի ասում որ ինչ որ բանը կրթության ինչ որ մի բան կստեղծի երեխեք այդ բարեկեցիկ ապագայի կապրեն որ չէ մեկին ախրանա դասավորենք մեկին խանութ բուտկա դնի բան այս մակարդակի մեջ է դրա համար մենք այս հա էլի այս իրաց մտածելակերպն էլ է ռուսական, սովետական, էլի տենց խառնված արդեն։ Եվ իրենք ժամանակի մեջ շատ հին են, ինչ էլ ասեն, ոնց էլ ասում այսքան աշխատատեղ, ամենապրիմիտիվ բանն են, թուրքը գգած ես կոտորի, մենք ասել ամենապրիմիտիվ եւ իրանք ժամանակի մեջ շատ հետ են եւ դա անպայման կխանգարի իրենց իրենք դա չեն էլ գիտակցում այնքան հետ են հենց Հայաստան մեջ հիմա երկու ժամանակի է մեկը առաջանա մեկը հետանա իրանք ակնհայտորեն հետ են նայում ինչ էլ ասեն ոնց էլ անեն այդ մարդիկ եւ այդ մարդուժերը հաջողության հասնեն իր հարազատ եղբայրը տարիներ եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը եղբայր ստեղծեիք ասում է 0% բիզնեսի համար փոքր Եղբայր ստեղծեիք, անեիք ու ժողովուրդը ոչ Փաշինյանին կնայեր, ոչ փողոցներ դուրս կգար, ոչ մի բան, մտը կասեր ժողովուրդ, մի րոպե, այս մարդկանց հենց նա ինչեր են անում, ես ոնց փոխեմ։ Մենք էլ հանգիստ ուտելիքից խոսայինք։ Հաստատ, հա։ Մենք 17-ի հաղորդումը նայեք ու հիմա տեսեք ուր եկանք հասանք։ Մեր համար ապրում էինք հանգիստ։ Էսա, բայց գիտես ինչն է ինձ թվում։ Մեր զարգացումները դրա առջևում են։ Ոչ միայն ռեյտինգային կամ բան, չէ։ Պետության անգամ եթե Փաշինյանը վերընտրվի, ինչը ես գրեթե վստահ եմ լինելու, գիտես ինչ Ռուսաստանի կինոները դեռ շարունակվելու է։
Կարծում եք Ռուսաստանը բացա թողելու Հայաստանը, երբեք։ Ճիշտ է սա։ Մինչև վերջի արյան կաթիլը կպայքարի։ Բայց այստեղ բայց կա, բայց դիրքերը փոխվում են արդեն։ Անգլերեն ասում են uphill battle։ Սարի վեր պատերազմ էր, հիմա սարին բարա դառնում արդեն։ Լրիվ դիրքերը փոխվում են եւ դա մի քիչ երազում եմ իհարկե հանկարծ Հայաստանի որ մատուցում չմտնի, բայց Ռուսաստանը այդ երկիրը չի։ Ոնց թե լավ, Եվրոպա, օքեյ։ Գազնապ այսա ինչ ոնց սցենար են, քննարկում ենք, ենթադրում ենք։ Առաջինը գազը միանգամից բան է անում։ Սարկում է, եթե ոչ Եվրոպայի գին, ապա հաստատ կրկնապատկում։ Հիմա 110 քանիսա Ռուսաստան 600, բան, Եվրոպա 600-ա։ Չեմ ասում 600 կսարքի, բայց 200 սարքի, պատկերացրեք զանգվածային ինչ խռովումներ ա լինելու մեզ մոտ։ Ինչ պիտի անի իշխանությունը, ենթադրում եմ, սոլար, ասեք։ Ես հիմա նայ, ես ու դու որ քննարկում ենք, ես վստահ եմ, որ այս տեսակ քննարկումներ, որտեղ կարող է անջատի ընդհանրապես գազը։ Դա չի բացառում։ Հիմա հնարավոր չի որ կառավարությունը այդ դեպքի համար 1-2 տարբերակ մշակած չլինի։ Հնարավոր չի։ Հիմա դա չի նշանակում որ այդ հարցը միանգամից կլուծվի։ Ինչ որ ժամանակ նեղություն, ինչ որ բան կլինի, բայց այնպես չի որ ոնց որ բանն է ասում գազունով ինչ է, որ ասում է, էլ ուրիշ գազ չկա Հայաստանի համար։ Դա տենց բան չկա։ Ավելի քան կլինի մի քիչ, կարող է 2 ամիս չլինի, լրիվ հնարավոր է, այդ բաներով պետք է անցնենք։ Հետո որ կանգնեցնեն այս բանը մեր արտահոսքը, որ ապրանք է քանում դուրս, չէ, դա էլ մեծ նշանակություն կունենա, մեծ ազդեցություն կունենա տնտեսության վրա։ Բայց դրա համար էլ ինձ թվում է, դրա համար էլ մինչև վերջի րոպեն կառավարությունը ձգում է ԵԱՏՄ-ից դուրս գալը եւ բանը։ Մայր Գրիգորյանը գնաց։ Չգիտեմ նայեցիք թե չէ ռուսական ալիքի հարցազրույցը Մայր Գրիգորյանը, նախ ես չէի իմանում, որ այդքան բայց ռուսերենի իմացությունը ինչ կատարյալ է։ Բացարձակ ակցենտ չունի։ Այդ շատ դուրս եկավ ու այդ Պավել Զարուբինը, որ ամենալկտի եւ հանդուգն լրագրողներից մեկն է, կրեմլյան պրոպագանդիստների առաջին շարքում, պրովոկացիոն հարցեր տալի, ասել մենք հիմա ԵԱՏՄ-ի մեջ ենք, բան հնարավորինս ձգեց այդ հարցը, մի խոսքով այդ հատվածը կա համացանցում, եթե բացեք թողե դիտեք, բավական սպառիչ պատասխան, բայց դե մոնտաժողի ձեռն է, գիտեք, մոնտաժով ոնց ուզես կադրերը պտտես եւ կներկայացնես այնպես, ինչպես Ջալոտ, սա հետաքրքիր բան է, որ Ռաֆայելը որ ասեց, այդ մոնտաժը, editing-ը անգլերեն։ Ես օրինակ հասարակ մի հատ օրինակ բերեմ, էլի այդ Հիչկոկը ռեժիսորը այս մասին բան ունի, շատ հետաքրքիր դոկումենտալ ունի, ու մի հատ բարձ օրինակ բերեմ։ Պատկերացրեք մի տղամարդ խոշոր պլանով, sense աչքերով, ագահ աչքերով նայում է կամերային, մեզ աննայում։ Դրանից հետո, եթե ցույց տակ, ասենք, կարճ շորով մի կին, բոլորը կմտածեն, որ այդ տղամարդը այդ կնոջ մասին է մտածում։ Բայց նույն դեմքից հետո, եթե դնեք մի աման ճաշ, ասենք գոլոշի վրա այս բարձրացող տակ, բոլորը կմտածեն, որ այս մարդը սոված է ուտել է ուզում։ Այսքան տարբերություն անում էդիթինգը, մոնտաժը։ Ֆրանսիական բառը իհարկե, թե ինչ կդնես մի պատկերից մյուսից հետո մարդու ուղեղը ընկալում է ասոցիացիան, այո, այնպես որ մեծ նշանակություն ունի։ Ես եթերում ասեմ ընկերներ, մենք գործընկեր ենք մանգալից, մոնտաժ ասեցիք, այսօր մի հարցազրույց ունեցա մեր համալրում եմ սպասվում հեռուստատեսությունում եւ ռադիոյում եւ թիմի նոր գործընկեր ենք լավ մանգալիս, ով որ հեռուստատեսության եւ ռադիոյի հետ կապ ունի, Երևանի մասն է խոսքը, եթե ծանոթ բարեկամ ունեք, ովքեր հեռուստատեսության ժուրնալիստիկայի հետ կապ ունեն, եթերում ցանկալի է իհարկե աշխատած լինեն եւ փորձ ունեն ռադիոյի եւ հեռուստաընկերության, խնդրեմ կարաք ինձ գրեք եւ կապի դուրս գաք, կարճ ասած եւ զրուցենք, փնտրում ենք գործընկեր միանալու մեր թիմին։ Էս քանը։ Դե այդ մասին է մոտավորապես Փաշինյանի ասումը։ Առաջիկա 5 տարիներին Հայաստանի մեծագույն խնդիրներից մեկը լինելու է Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացումը, այսինքն իրանք էլ են հասկանում դա։ Այսօրվա տեխնոլոգիան, ես սա շարունակում եմ Փաշինյանի խոսքը։ Այսօրվա տեխնոլոգիան այդ հնարավորությունը տալիս է։ Ես ձեզ պատասխանատու ասում եմ, Հայաստանի Հանրապետություն ունի էներգետիկ անսահմանափակ ռեսուրսներ։
այս բառը ինձ մի քիչ բան է անում, բայց Արևի մասին էր խոսում, այդ հատվածը տեսա, արևի էներգիան է ասում։ Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել էներգետիկ ինքնաբավ պետություն։ Այդ օրը գար տեսնեինք մարդ էներգետիկ ինքնաբավ լինեն, եւ մենք արդեն գնում ենք այդ ճանապարհով։ 2018 թվականից ի վեր մենք արևային էներգիայի ոլորտում Մեծամորի ատոմակայանի 2.5 անգամ հզորության կարողություններ ենք ստեղծել։ Հիմա Եվրոմիության հետ համագործակցության մեր առաջնահերթություններից մեկը կուտակիչ կայանների ստեղծումն է եւ մենք կենտրոնանալու ենք այդ խնդրի վրա։ Այդ արտադրանքը, որ կարողանան էլեկտրոէներգիան կուտակել, հետո օգտագործելու համար, որը բավական բարդ բան է, էլի այդ։ Բայց բաներ կա, բնագավառներ կան, որ գազը ինչ-որ մի բան վառվի, էլի, չէ՞, ինչ-որ վառարաններ կան, արդյոք այդ ամենը հոսանքով կարող են փոխարինել, չեմ կարծում։ Որ դժվարություն կլինի, ես դրանում չեմ կասկածում, բայց նաև չեմ կասկածում, որ հաղթահարելի կլինեն այդ դժվարությունները, այսպես ասեմ, հա։ Դե անկախությունը տես բան է, բա կներեք, իհարկե։ Ձեր ով է բերելու բանի վրա, падնոցի վրա մեզ ասի Մեր վերցրեք։ պապերը կյանքն էին բառացիորեն տալիս անկախության համար, հիմա մի քիչ զրկանք պիտի տանենք, հա։ Հիմա ես գիտեմ շատերը կասեն, վայ, ձեր ձենը տակտեղից հա դուս գալի, ամերիկաները նստած դոլարներով, ինչ-որ բաներ կխոսան, ընկերներ, ամենը մի կողմ։ Եթե քո բարեկամը գազը օգտագործում է քեզ սպանելու միջոց որպես, ընկերներ, բա պիտի թույն ա դա։ Կասնելու միջոց, Դա պիտի հրաշարվես այդ ամեն ինչից։ Եթե բարեկամությունից ենք խոսում, բայց եթե ասում եմ մենք համաձայն ենք ամեն քայլի, ինչը եղբայրական всё, что բանը удобно нашему братскому народу։ Բայց եթե դու եղբայրական ժողովուրդ ես ասում, բայց եթե ասում ես ամեն մի որոշման հետ համաձայն, դու ինչ ես պատժում այդ որոշման համար։ Դու ինչ ես ամեն քայլով կանխում այդ Այսինքն սուտ ես ասում, եղբայր, ուրեմն դա է քո բանը։ Երեսից ասում ես, վայ, мы вас так любим, մի հատ ուսուցիչ ունեինք դպրոցում։ Мы вас так любим, ամբողջ օրը ժպիտը դեմքը, բոլորին ամենացածր գնահատականներ էր դնում, ատում էր գործնականում։ Ռոբերտ Քոչարյանը ռուսական RBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Հայաստանի համար պարզապես աղետ կլինի։ Մեջբերում եմ Հաղադրույքները հիմա շատ ավելի բարձր են, քան պարզապես խորհրդարանական ընտրությունները։ Խոսքը Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի մասին է, Քոչարյանն ասում։ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, թե պահպանում է որոշակի բալանսավորված քաղաքականությունը։ Հետևանքները շատ լուրջ են, քանի որ դա կազդի Հայաստանի տնտեսության անվտանգության, այսինքն փաթեթը շատ լուրջ է, ասել է պարոն Քոչարյանը։ Բայց ոչ ոք խզելու եւ ճշտամանքի մասին չի խոսում, հենց այդ է, որ իրանք շատ կտրուկ են դնում։ Ոչ մի ղեկավար հայ պաշտոնյա, ոչ մի մակարդակում Ռուսաստանի հետ խզելու մասին հարաբերություն չի ասել։ Հակառակ ասում են մենք ուզում ենք, հա, ինչի ենք ուզում խզել, հա։ Մենք շատ լավ իրար հետ առևտրային հարաբերություններ ունենք։ Ձեզ մեր կոնյակն է պետք, մեր բանջարեղենն ու միրգը, մեզ էլ ձեր ոտից աղաքին բան է պետք։ Ինչի մասին է խոսքը, հա։ Եվ ասում եմ մենք, ես իսկապես տարիներ հետո ես տեսնում եմ, որ մենք շատ լավ առևտրային հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ, որտեղ փող ձեռնտու է դա, իրենց էլ մեզ էլ։ Իշխանությունը չփոխվի, ինչեւ Ռուսաստանում համակարգ չփոխվի, խելքս բան չի կտրում, որտեղ կայսրական է, կայսրության հետ հնարավոր չի լեզու գտնել, հա, կայսրություն։ Նախ վստահ եմ, որ կփոխվի, երկրորդ առևտուրը մի բան է, որ ի վերջո քաղաքականություն չի բանանում, էլի հաղթում է քաղաքը, այսպես ասենք, հա։ Վաղ այսօր ժամանակ կանցնի կհանգստանան կրքերը, կասեն, այ մարդ, ինչի չառնենք կոնյակը լավն է, կոնյակը կառնեն։ Իսկ դեռ տենց կգնա բան, էլի։ Լավ, բազմակետ են դնում վաղը շարունակելու։ Սինխրոն ասեցինք լավ զգացի։ Լավ։ Ասում 8 տարվա աշխատանքային ստաժ է, իրար հետ ամեն օր եթերում ենք։ Քանի ժամ է, հեսա մեր փայլուն մաթեմատիկական գիտելիքները գործի դնենք։ 8 տարի։ Հələ առաջ որը 2 անգամ էր, հիշում ես։ Հա։ Լավ սիրելիներ։ Ես մազեմ հեռուստատեսություն, լավ եղեք, մինչև վաղը։ Ցտեսություն։ Եվ բան չմնաց, հավատացեք, շատ ժամանակ կմնաց։ Լավ ալինելու, վստահ եմ, ես այնքան վստահ եմ։ Պատմության անիվը ետ չի պատտվելու ետ։ Անի բանը տեսա, այդ ամերիկյան անկախ բաներ այդ, որ
հարցախույզ են անում բաներին, ասում է լանդսլայդով պիտի տանի Փաշինյանը, այսինքն մեծ առավելություն ունի Փաշինյանը, բայց արդյոք իրանք հաշվում են էլի են կողմերին, այն վաճառված։ Էլ չգիտեմ, հենց էտա։ Իրանց հետ, Վայ Ռուսաստանի մեր հայեր Պատվո հայեր, այմարդ ես վստահ եմ կարող է չեն կարում մերժեն ուժեղ տպեր են դեմները դուս եկեք տղեկ նստեք ավտոբուսները եկեք ու այդ բուտկի այդ փակ բանում ընտրեք ձեր այմարդ ընտրեք մեկը ոչ մեկը չի իմանալու դու հասկանում ես այդ ինչ են կանելու արա այդ ինչ է ընտրության գաղտնիությունը չէ բավոնց եկեք ասեք հա բավոնց փողն է վերցրեք բավոնց այո ընտանիքին է բերեք Հայաստան գնացեք Սարդարապատ մի հատ կանգնեք այդ Սարդարապատի հուշամալիրը մի հատ հասկացեք ինչ դարերի մեջով ենք անցել ու գնացեք ընտրության ու նոր հասկացեք ով ինձ հետո եկե Դաշնակցության տեխնացուն որ Սոս Սարգսյաններ բաներ էին անում եւ կրակարիչներ էին Սոսի նկարով բաժանում փողոցում ժողովուրդը կրակարիչներն առավ բայց չընտրեց Սոսին Շատ լավ Այդ թվերին ով կարար մերժեր կրակարիչի այ մարդեն այն է Սոսը մեջը Լավա, այդ սովորաբար նկարը մեջ պետք է կլոր լինի, որ սեր շուրը ստալի մեր կանում, թե շուրը գրիշներ հաստատ։ Հա, օքեյ։ Դե ինչ այսքանը, գնացինք, լավ, ցտեսություն։ Ինչ